Լույսը դեռ չբացված Օդեսան, Խարկովը ծանր ռմբակոծության տակ են հայտնվել։ Ռուսական բանակը դրոններով գրոհել է ուկրաինական քաղաքների ուղղությամբ։ Օդեսայում 1 զոհ կա, Խարկովում 2 վիրավոր։ Օդեսայի տներից մեկում է հայտնաբերվել դին։ Օդեսայի մարզի վրա ռուսական հարվածից վնասվել են մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում մասնավոր բնակելի շենքեր, որոշ տեղերում հրդեհներ են բռնկվել։ Ամբողջ գիշեր հրշեջները փորձել են տեղայնացնել կրակը։ Օդային տագնապ է միացել նաև Պոլտավայում, Դնեպրոպետրովսկի եւ Զապորոժիեի մարզերում։ Գրեթե միևնույն ժամանակ դրոնային գրոհ է սկսվել Ռուսաստանի շրջաններում։ 105 ԱԹՍ է խոցվել Բրյանսկի, Վորոնեժի, Պենզայի, Կալուգայի, Բելգորոդի, Լիպեցկի ու Սամարայի մարզերում։ 105 ԱԹՍ-ներից 19 խոցվել են, երբ դրանք սլանալիս են եղել Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ։ Լուրջ վնասներ չկան, զոհեր ևս չեն եղել։ Մոսկվային սպասարկող բոլոր 4 օդանավակայանները Վնուկովոն, Դոմոդեդովոն, Շերեմետովոն եւ Ժուկովսկը չվերթները դադարեցրել են մի քանի ժամով։ Ավելի ուշ Ռոսավիացիան հայտնեց, որ այդ 4 օդանավակայաններում չվերթները վերսկսվել են։ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Պուտինի հրադադարի առաջարկը ուժի մեջ է, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը, բայց Կիևը դեռ չի ընդունել ռուսական առաջարկը։ Пока, к сожалению, мы до сих пор не слышали. Մինչ օրս ցավոք մենք Կիևից, ռեժիմի ներկայացուցիչներից, ռեժիմի ղեկավարից չենք լսել որևէ հայտարարություն, որը ցույց կտար այս տոնական զինադադարին միանալու պատրաստակամությունը։ Սակայն Մոսկվան որոշել է միակողմանի զինադադար հաստատել ճակատի ամբողջ երկարությամբ։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը։ Полночь 7 на 8 мая начнет действовать. Մայիսի 8-ի գիշերը գործելու է 72 ժամյա զինադադար մեծ հաղթանակի առթիվ։ Սրա մասին ապրիլի 27-ին հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հիշեցնեմ, Զելենսկին մայիսի 3-ին հրապարակայնորեն մերժել է այդ առաջարկը։ Այս պահին ճակատի արևելյան ուղությամբ թեժ մարտերը շարունակվում են։ Դոնեցկի Լիսովկա բնակավայրն են գրավել ռուսները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Մուրավկայի, Դիմիտրովի, Միրոլյուբովկայի, Զվերևոյի, Նովոսերգեևկայի եւ Ալեքսեևկայի շրջաններում ջախջախվել են Ուկրաինայի զինված ուժերի 3 մեխանիզացված, 2 գրոհային եւ ծովային հետևակի բրիգադներ։ Ռուսական կողմը պնդում է, որ իրենց հակառակորդը մեկ օրում ավելի քան 425 զինծառայող, 1 տանկ, 5 մարտական զրահատեխնիկա է կորցրել։ Այդ թվում բրիտանական արտադրության 155 մմ Braveheart ինքնագնաց հրետանային միավոր եւ Ֆրանսիայում արտադրված 155 մմ Caesar ինքնագնաց հրետանային միավոր։ Հասմիկ Սերոփյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։